Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունն անդրադարձել է երրորդ երկրներից Հայաստան մատակարարվելիք ցորենի խնդրին։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, ինչ կապ ունի ցորենի հետ արտաքին հետախուզությունը։ Հետաքրքիր է, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը անդրադարձել է այս թեմային ոչ թե պաշտոնական հաղորդագրություն տարածելու ձևով, այլ իր պաշտոնական կայքում հոդված հրապարակելու ձևով։ Ընդ որում ես կանվանեի այդ հոդվածը փոքր-ինչ բուլվարային, արդեն հոդվածի վերնագիրը կարծում եմ խոսուն է, այն կոչվում է Երևանի համբույրը։ Եվ այդ հոդվածում կամ հրապարակման մեջ ասվում է, որ հետախուզական տվյալներ են հասել Մոսկվա այն մասին, որ նպատակ ունենալով խանգարել Երևանի եւ Մոսկվայի միջև ավանդական կապերին, որոշում է քննարկվում քաղաքական նպատակներից ելնելով, որ Ուկրաինայից Հայաստանը ցորեն ձեռք բերի, այլ ոչ թե Ռուսաստանից։ Բայց գլխավոր խնդիրը, ինչպես այդ հրապարակման մեջ է ասվում, այն է, որ Ուկրաինայի ցորենը ավելի քան 2 անգամ ավելի թանկ է, քան այն գինը, որը Ռուսաստանն է առաջարկում իր ցորենի համար։ Եվ այժմ այս տեղեկությունների համաձայն Երևանը իբրև թե Բրյուսելից պահանջում է կամ խնդրում է, որպեսզի այդ տարբերությունը ուկրաինական ու ռուսական ցորենի արժեքի միջև Եվրամիությունը հատուցի Երևանին սեփական ռեսուրսներից։ Եվ թե իբր Ֆրանսիայի արտգործնախարարությունն է այս խնդրով զբաղվում եւ չի կարող կողմնորոշվել։ Մի կողմից ցանկություն ունի վնաս հասցնել ռուս-հայկական հարաբերություններին, օգնել Ուկրաինային սեփական ցորենը վաճառելու հարցում, բայց մյուս կողմից, ինչպես այդ հրապարակման մեջ է ասվում, փող չունեն։ Այսինքն փողի պակաս կա, որպեսզի Երևանին կարողանան հատուցել այդ գործարքի տարբերությունը։ Իհարկե շատ տարօրինակ է այս ամենը եւ տոնայնությունն է տարօրինակ եւ այն փաստը, որ արտաքին հետախուզության ծառայությունն է այս ազդակը ուղարկում։ Իհարկե սա ազդակ է, բայց այն, որ այդ ազդակը ուղարկում է արտաքին հետախուզության ծառայությունը, այլ ոչ թե օրինակ արտգործնախարարությունը կամ այլ պետական ատյան, տարօրինակ է թվում եւ պետք է հասկանալ ինչպես է ավելի ճիշտ վերծանել այս ազդակը։ Իսկ Ռուսաստանի համար անընդունելի է այն, որ Հայաստանը ցորեն գնում է Ուկրաինայից, թե իր համար կարևոր է, որ պահպանի Հայաստան ներկրվող ցորենի մատակարարի մենաշնորհի դերը։ Տես իրականում Հայաստանը տարիներ շարունակ Ուկրաինայից ցորեն գնում էր եւ շարունակում էր գնել մինչ ռուս-ուկրաինական պատերազմի սկիզբը, երբ պարզապես տապալվեցին այդ լոգիստիկ շղթաները։ Եվ եթե այդ շղթաները չխախտվեին, միգուցե Հայաստանը մինչ օրս էլ շարունակեր Ուկրաինայից ինչ որ մի մասը իր պահանջած ցորենի ձեռք բերել եւ այդ դեպքում Ռուսաստանը հազիվ թե դժգոհություն հայտնելու իրավունք կունենա։ Օրինակ ինչպես չի դժգոհում, երբ Ղազախստանից ենք ցորեն գնում, բայց այստեղ կա մի հանգամանք, Ղազախստանից ցորեն գնելով եւ Ադրբեջանի տարածքով այն Հայաստան հասցնելով, մենք հաշվի ենք առնում Ռուսաստանի շահերը եւ պարզվում է, որ հնարավորություն ենք տվել Ռուսաստանին վերահսկել այս գործարքը։ Ավելի էժան կլիներ, ինչպես երեք ասել էի, եթե Ղազախստանը այդ ցորենը մատակարարեր Կասպից ծովով Ակտաուի նավահանգստից մինչև Բաքու, դա ընդամենը 350 կիլոմետր կլներ, բայց ինչպես տեղեկացնում է ղազախական Կազինֆո գործակալությունը վկայակոչելով Ղազախստանի ազգային մթերային կոնտրակտային կորպորացիան, որը եւ իրականացրել է այս գործարքը, պարզվում է այդ ղազախական ցորենը ոչ թե ծովով է հասել Բաքու, այլ 1500 կիլոմետր երկաթ գծով Ռուսաստանի տարածքով շրջանցելով Կասպից ծովը։ Հավանաբար դա արվել է, որպեսզի Ռուսաստանը կարողանա պահպանել վերահսկողությունը այս գործարքի եւ տնտեսական եւ քաղաքական ձևերով։ Իրականում, եթե իսկապես խոսք կա Ուկրաինայի հետ ցորենի հարցում համագործակցության, դա իհարկե ավելի շուտ դիվերսիֆիկացնելու փորձ է, հաշվի առնելով մթերային անվտանգությունը ապահովելու նպատակները։ Բայց իհարկե շատ եւ շատ վտանգավոր է այսպես հակադրվել բացահայտ տեսքով հակադրվել միջուկային գերտերությանը եւ այստեղ կարեւոր է հասկանալ թե որտեղ է այն եզրը, որից հետո անցնելը արդեն կարող է վտանգավոր լինել։ Իսկ պաշտոնական մեկնաբանություններ եղան։ Այսօր Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ այդ տարածած տեղեկությունները որևէ կերպ չեն համապատասխանում իրականությանը, բայց արձագանքել է Ռուսաստանի նախագահի մամլոխոսնակ Դմիտրի Պեսկովը, ով ասել է, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության տվյալները երբեք անհիմն չեն լինում։ Լավն էլ այն է, որ նա ասել է, որ ամեն դեպքում Մոսկվան բաց է Երևանի հետ այդ
հարցում համագործակցությունը շարունակելու համար։ Արծում, եւ վերջո ինչ ես կարծում, իրականում ինչի հետ է կապված այն, որ այս հարցով հենց արտաքին հետախուզությունն է հայտարարություն տարածում։ Կարծում եմ պատահական չէ եւ պարզում եմ արժի հիշել այն, ինչ տեղի ունեցավ ընդամենը մի քանի օր առաջ։ Նոյեմբերի 6-ին Հայաստանի կառավարության նիստում որոշում էր կայացվել ազգային անվտանգության ծառայության հետախուզության վարչության կից ստեղծել հակահետախուզական ծառայություն եւ վարչապետն է լիազորված այդ ծառայության կարգավորումների հարցում։ Եվ մամուլում տեղեկություններ էին տարածվում, թե իբր այդ նոր հետախուզական, հակահետախուզական ատյանը ձևավորվում է Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների աջակցությամբ։ Ու կոնկրետ օրինակ մեր կուսակցություններից մեկի ղեկավարի շուրթերից հնչել էր հայտարարություն, թե բրիտանական Mi-6-ը եւ Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական ծառայությունն է օգնում հայ գործընկերներին կայացնել այս կառույցը։ Հայաստանի վարչապետը թեև անհեթեթ է որակել այս տեղեկությունը, այնուամենայնիվ հավանաբար Ռուսաստանում մտահոգություն ունեն այս ամենի կապակցությամբ եւ չի բացառվում, որ այսօրվա Ռուսաստանի այդ արտաքին հետախուզական ծառայության այդ հոդվածը կամ հայտարարությունը կամ տեղեկությունը ուղղակի կապ ունի այս ամենի հետ։ Շնորհակալություն, Արծում։